Շատ հետաքրքիր բան եմ առաջարկելու ձեր խոհանոցում, կարող եք փորձել և կհամոզվեք շատ հաճելի է։ Ուրեմն այսօր պատրաստում եմ կանաչ լոբի հնդկածավարով, գրեչկայով։ Տեսեք, մի քիչ խիտ է ստացվել, կարծում եմ լավ կլինի այսպես։ Ամեն դեպքում ինքը սուպ չի, այսպես ասած, լոռեցու ասած ջրիկ ճաշ չի։ Իր մեջ կա պոմիդոր, մեկ հատ գազար, սող, սխտոր, մի փոքր քրքում եմ գցել, որպեսզի մի քիչ գույն լինի, այսպես ասած, համ էլ գիտենք բոլորս օգտակար բան է։ Մի փոքր կունջուտ եմ գցել և ասեմ ձեզ, քանի որ աշնանային լոբին է, մի քիչ կոշտ էր ինքը, այդքան էլ կոշտ չէր, բայց ամեն դեպքում մի փոքր կերակրի սոդա եմ գցել, որ փափկեցնի, ու ես իրեն պատրաստում եմ այս յուղով, իմպերիա վկուսը, տոպլեննայա, վերջում համեմ և 2 հատ ձուկը գցեմ, Արաքս թռչնաֆաբրիկայի ձվերն են, այս անգամ սրանցից եմ գնել, և այսպես առհասարակ սիրում եմ խոհանոցում փոփոխություն մտցնել, ես ինձ այսպես ասած վարպետ խոհարար չեմ համարում, չեմ ճանաչում, բայց իրականում ինչ էլ որ պատրաստում եմ շատ համեղ է ստացվում, որովհետև սիրով եմ անում և շատ մանրակրկիտ, ամեն ինչը շատ լավ լվանում եմ, մաքրում եմ, այսպես նորից նայեք, տեսեք, շատ հաճելի տեսք ունի։ Փորձեք, ինքներդ էլ կհամոզեք, որ շատ հետաքրքիր է։ Մի փոքր էլ լիմոնի հյութ, դա էլ եմ ավելացրել իր մեջ, ցանկալի կլիներ կծու պղպեղ մի փոքր ավելացնել, բայց այս պահին ձեռքի տակ չունեի, դրա համար այսօր որ դուրս գամ անպայման կմտնեմ խանութից կգնեմ, որովհետև վերջացել է վաղուց ու ամեն անգամ գնումներ կատարելիս մոռանում եմ։ Այսպես, առողջ եղեք և անպայման